վարած քաղաքականության հետևանքով զինված ուժերի քանի միլիարդի զինտեխնիկա եւ սպառազինություն է ոչնչացվել կամ որպես ավար հանձնվել Ադրբեջանին։ Այսինքն այն մարդիկ, որոնց քաղաքականության հետևանքը մեր երկրի համար եւ տարածքային եւ մարդկային առումով եղել է ողբերգական, չեն խոսում դրա հետևանքների, դրա թվային արտահայտման մասին, բայց խոսում են զինտեխնիկայի ձեռքբերումների մասին։ Յուրաքանչյուր բանակ իր հաջողությունը, իր հաղթանակը, իր մարտունակությունները ցույց է տալիս գործով եւ ժամանակն է ապացուցել նաև այս իշխանության դեպքում, թե իրենց ունեցած ռեսուրսները, այդ թվում պետության հնարավորությունները ինչպես են վատնել կամ ինչպես են ծառայել թշնամական օրակարգին։ Պատճառ, որ նշում է, որ միջոցով որ հնարավոր չէ նրանց ձեռքերը հասնել Հայաստան, նաև հապկի մասին է խոսվում։ Այդպիսի բան եղել է, թե չի։ Հայաստանը մինչև 2018 թվականը ձեռք է բերել մեծ թվով սպառազինություն, ռազմական տեխնիկա, այնպիսին, ինչպիսին հնարավորություն է տվել ապավելու Հայաստանը եւ Արցախի անվտանգությունը, ապավել այ ժողովրդի խաղաղությունը եւ այս տեսանկյունից եղել են բավարար հնարավորություններ եւ միջոցներ ադրբեջանական շարունակական ագրեսիայի տարբեր դրսևորումների հետ մղելու եւ Ադրբեջանը իր տեղը ցույց տալու համար։ Այնպես որ այս տեսանկյունից այդ քննարկումը որոշակիորեն համարում եմ արհեստական, նաեւ շեղելու այն հիմնական իրադարձությունները, որոնք հնարավորություն չեն տա հասարակությանը շատ ավելի խորը գնահատելու իրական իրադարձությունների դասավորությունը։ Ադրամյան մի բան է, դուք ասացիք իմպիչմենտը նաև այլ գործողություններով, փոխումներով պետք է զուգորդի, ինչ հասկացա, այսինքն միայն այդ ստորագրությունները, այսինքն սրանց ինչ պետք է լրացվի, փողոցային ինչ-որ պայքար պետք է սկսվի, ինչ պետք է լինի, որ այդ գործընթացը մտնի արդեն կոնկրետ գործնական փուլ։ Ստորագրությունը միայն գործընթացի բաղադրիչն է կազմում, բնականաբար դու մի քանի փուլեր, դուք նշած փողոցային շարժումից մինչև քրթական ուժերի հնարավորինս լայն համախմբում։ Սա շատ ավելի ծավալուն թեմա է, որին այլ առիթով կանդրադառնանք։ Պարոն Աբրամովի ես մեկը, ստեսեք, հորացել են նախկինը, հա, այդպես մոնոպոլ է, հիմա Ֆրանսիայի Հնդկաստանի ինչու այն ժամանակ դա չի արվել եւ այդպես ինչու Ռուսաստանը այդ $100 զենքերը հիմարվեցեք, բայց զենքերը այդպես էլ չմատակարարվեցին։ Չգիտեմ կոնկրետ որ մատակարարումների մասին է խոսքը, եթե ձեր խոսքը վերաբերում է այս իշխանության ժամանակահատվածում տեղ ունեցած մատակարարումն, ապա դրա մանրամասներին ես չեմ տիրապետում։ Ինչ վերաբերում է նախորդ մինչև 2018 ժամանակաշրջանում զենքեր գնելուն, ապա կոնկրետ զինտեխնիկայի սպառազինության գնման հիմքում պետք է լինի այն պահանջը, որը դրված է զինված ուժերի առաջ։ Նաև այստեղ կարևոր է որակի հարաբերակցությունը, ինչը քեզ հնարավորություն է տալիս շատ ավելի ճիշտ կողմնորոշվելու եւ այդ ուղղությամբ շարժվելու, չբացառելով տարբեր եվրոպական երկրների ունեցած հնարավորությունները, ես ուզում եմ հիշեցնել, որ այն սպառազինությունը, որոնք ժամանակին ձեռք է բերվել Հայաստանում որպես ՀԱՊԿ-ի հիմնադիր մասնակից լինելու, Ռուսաստանի հետ ունեցած համապատասխան պայմանագրերի շրջանակներում մեզ հնարավորություն է տվել շուկայականից ցածր գներով, Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հիմնարկներից ուղիղ գնումների միջոցով, այն նույն գներով, որոնք ձեռք է բերում որից նաև Ռուսաստանի զինված ուժերը, դրանք ձեռք բերել եւ այս իրավիճակում բնական է, որ Հայաստանի նախորդ կառավարությունները ունեցել են հնարավորություն այդ գին որակ հարաբերակցությունում ընտրություն կատարելու եւ զինված ուժերը համալրելու այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտային այդ պահին դրված մարտական խնդիրները լուծելու։ Իհարկե դա չի բացառում որևէ այլ փուլում 3-րդ, 4-րդ կամ 5-րդ երկրներից գնումները, դա կախված է բանակի վրա դրված խնդիրներից եւ բանակում ունեցած մեր այն պահանջներից, որոնք տվյալ պահին կարող են լինել։